Բաղադրիչից անդրադառնանք ընդհանուր գուցե տարածաշրջանային մյուս նախագծերի հետ դրա փոխկապակցվածությանը կամ ընդլայնմանը հնարավոր է այս կոնտեքստում հարց ենք ստացել կամ մշակված նախագիծ, թե ինչպես է TRIP-ը կապվելու հյուսիս-հարավ ճանապարհին եւ արդյոք ենթակառուցվածքներն ավելի գնալու են հատվելու, թե խանգարելու տրամաբանությամբ։ Վստահաբար ոչ խանգարելու տրամաբանությամբ, ուրեմն հյուսիս-հարավ մի կողմից եւ մյուս կողմից TRIP ենթակառուցվածքներ, որոնք ըստ էության արևելք-արևմուտք եւ կամ արևմուտք-արևելք շարժ են ենթադրում, միասին կազմելու են խաչմերուկ, այսինքն այն խաղաղության խաչմերուկը, որի տեսլականը մենք ունենք եւ կիսվել ենք աշխարհի եւ հայաստանյան հանրության հետ։ Արդյոք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկումներում անդրադարձել եք TRIP-ին Թուրքիայի հնարավոր ներգրավմանը։ Եթե այո, ապա որն է պատկերացվող մասնակցության ձևաչափը։ Ուրեմն TRIP-ին Թուրքիայի ներգրավում չենք քննարկել ամերիկյան կողմի հետ եւ TRIP-ը ինչպես կար, այնպես էլ այս պահին կա, որպես Հայաստան, Միացյալ Նահանգներ, ուրեմն համատեղ բիզնես գործունեություն Միևնույն ժամանակ իհարկե լայն ավելի համատեքստում, ապա շրջափակման համատեքստում, եթե դիտարկենք, իհարկե ակնհայտ է, որ միայն Հայաստան-Ադրբեջան ապա շրջափակմամբ, սահմանի բացմամբ, երկաթուղու վերագործմամբ, ուրեմն այդ ենթադրյալ Ասիա-Եվրոպական միություն մեծ լոգիստիկ նոր անցումը չի ստեղծվի, չի ապահովի, Հայաստանի ապա շրջափակումն էլ ամբողջական չի լինի, գիտեք Թուրքիայի հետ խոսակցությունը վաղուց կա այս ուղղությամբ, բավականին կոնստրուկտիվ խոսակցություն, ես կարծում եմ մոտ ապագայում արդեն շոշափելի առաջընթաց եւ քայլեր կունենանք, բայց իհարկե բոլորիս ընկալումն այն է, որ ապրանքը բեռները կամ ծառայությունները կամ մարդիկ Ասիայից կարող են գալ, ասենք Ադրբեջան, այնուհետև Հայաստանի տարածք TRIP ենթակառուցվածքներով, Նախիջևանից կրկին երասխով Հայաստան, եթե երկաթուղու մասին ենք խոսում, եւ եթե Գյումրի կարծը չվերագործարկվի, հաստատ այդ բեռները չեն կարող այդ ճանապարհով գնալ Թուրքիայի տարածքով Եվրոպա կամ հակառակ ուղղությունով։ Հետեւաբար տրամաբանական է, որ Թուրքիան այս ապաշրջափակման եւ տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ TRIP-ի մասով եւ ամերիկյան կողմի հետ դա չենք քննարկել։ Այսինքն TRIP-ի շարունակության հարցը էլի նույն տրամաբանությամբ է լինելու, բայց հնչեցնենք նաեւ արդյոք քննարկվել է TRIP-ին Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը եւ արդյոք ԱՄՆ-ն տեսնում է նման հնարավորություն։ Եվ կրկին ոչ, չի քննարկվել, TRIP-ի շրջանակները մեծ հաշվով արդեն բավականին պարզ են, բայց նաև կրկին մեծ ապաշրջափակում բոլոր հարևաններին, անմիջական կամ մի փոքր հեռու գտնվող հարևաններին, տարածաշրջանի երկրներին ձեռնտու այդ մեծ շարժը չի կարող եւ մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողել Ռուսաստանին։ Ակնհայտորեն Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում եւ սա Ռուսաստանի համար եւս կրկին TRIP-ում ոչ, բայց TRIP-ի շարունակություն, TRIP-ին առնչվող ուրեմն այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար։ Պարոն նախարար, նույն կոնտեքստում լրագրողը վկայակոչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հարավկովկասյան երկաթուղիների կողմից կոնցեսիոն պարտավորությունների կատարման մասով։ Նա ընդգծել է, որ եթե ռուսական կողմը չկարողանա իրականացնել անհրաժեշտ ներդրումներն ու վերանորոգումները, ապա Հայաստանի կառավարությունը պատրաստ է ինքնուրույն իրականացնել այս գործառույթը, արդյոք ՌԴ-ից արձագանք կա։ Եթե այո, խնդրում են լրագրողը նշել, թե ինչ բնույթի։ Դե անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ սա արձագանք ենթադրող հայտարարություն է վարչապետի կողմից կամ առաջարկ կա կամ խնդրանք կամ բան ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքական ուրեմն եւ տնտեսական տեսլականը նույն ենթակառուցվածքների մասում եւ այժմ անհրաժեշտ է որ այդ երասխի Գյումրու այդ բացակայող կտորները կրկին եթե երկաթուղու մասին ենք խոսում արագ վերականգնվեն սա փոխանցվել է ռուսական կողմին ընկերությանը եւ կարծում եմ որ այդպես էլ պետքա լինի կրկին եթե ոչ այսինքն մենք արձագանքի չեմ կարծում որ սպասում ենք կամ պատասխանի
դա պետք է իրականացվի, եթե ոչ, ապա ինչպես եւ ինքներդ մեջ բերեցիք, այդ ժամանակ այլ սցենարներ կարող են։ Ինչպես տեսել ենք նախկինում տարբեր պայմանավորվածությունների կամ համաձայնությունների գալու դեպքում հանրային հարց է հնչում, թե արդյոք